Ողջույն սիրելիներս, այսօր մենք պատրաստելու ենք բլինչիկ։ Շատ հետաքրքիր բաղադրատոմս է։ Ինչ ա մեզ հարկավոր՝ ձու, ալյուր, ձիթայուղ, աղ, կաթ և հանքային ջուր։ Ամբողջական վիդեոյի ներքևի հատվածում կլինի բաղադրատոմսը իր չափերով։ Սկսում ենք պատրաստել։ Ձուն նախօրոք լվանում ենք սոդայի ջրով, անպայման։ Ավելացնում ենք աղ, և լավ խառնում ենք, ավելացնում ենք կաթ, մաղով անցկացնում ենք ալյուրը, ալյուրը քիչ-քիչ ենք ավելացնում, որպեսզի գնդիկներ չառաջանան խմորի մեջ։ Վերջ, ալյուրը ավելացնելուց հետո մեզ հարկավոր է լավ խառնել, որպեսզի գնդիկներ չլինեն խմորի մեջ։ Ընթացքում քիչ-քիչ ավելացնում ենք գազավորված ջուր։ Ավելացնում ենք և լավ պետք է խառնենք խմորը։ Ստացվում են շատ նուրբ, բարակ և էլաստիկ լիստեր։ Ջերմուկը ամբողջությամբ ավելացնելուց հետո ամենավերջում նոր ավելացնում ենք բուսայուղը։ Ավելացնում ենք բուսայուղը։ Բուսայուղի հաշվին ստացվում են լիստերը ծակոտիներով։ Մեր խմորը արդեն պատրաստ է, թողնում ենք 5 րոպե, 5-ից 10 րոպե հանգստանա և թխենք։ Նրբաբլիթները արդեն պատրաստ է, ստացվել է շատ նուրբ, էլաստիկ, հեշտ փաթաթվող, գույնը շատ սիրուն, սպիտակ։ Սկսում ենք պատրաստել բլինչիկի միջուկը։ Միջուկի համար ինչ ա մեզ անհրաժեշտ՝ տավարի յուղոտ միս և սոխ։ Մենք հիմա կաղանք մսաղացի մանր ատամներով։ Միջուկը պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է 50 մգ ջուր, ավելացնում ենք ֆարշը, աղացած,
միացնենք պլիտան և 150 գրամ կարագ։ Պետք է խառնել, որ ֆարշը տակը չկպչի և հավասարապես տապակվի։ Միսը արդեն կիսայետ վիճակում է, անընդմեջ իրան պետք է խառնենք, որ ինքը հատիկ-հատիկ ստացվի։ Ավելացնում ենք աղ, սև բիբար, կարմիր բիբար, մեկ հատ փոքրիկ դափնու տերև։ Լավ խառնում ենք, թողնում ենք, որ լավ տապակվի։ Մինչև լավ տապակվի, մեզ անհրաժեշտ է մանր կտրատել համեմը և սամիթը։ Ֆարշը արդեն պատրաստ է։ Անհրաժեշտ է ավելացնել կանաչին մեր պլիտան, լավ խառնում ենք, թողնում ենք սառի։ Հենց լավ սառի սկսում ենք փաթաթել բլինչիկները։ Ֆարշը արդեն լավ սառել է, մեզ հարկավոր է 1 հատ ձու, լավ հարենք։ Սկսում ենք փաթաթել բլինչիկները։ Տեսեք ինչ լավ հյութեղ ստացվել է մեր ֆարշը։ Սկսում ենք փաթաթել։ Լավ ձգում ենք, կողքերից վեր ենք բերում և փաթաթում ենք։ Վերջին մասում շատ քիչ ձու ենք անում, որ տապակելիս չբացվի։ Վերջ։ Բլինչիկները արդեն պատրաստ են, սկսում ենք տապակել լուսայուղի մեջ։ Հոր ջան, եկավ քո ամենասիրած պահը։ Սա փորձարկելու ես։ Հարգելի հետևորդներ, եկավ իմ ամենասիրած պահ, որ հիմա պիտի փորձեմ Ջուլիայի պատրաստած, իմ գործն էլ հեշտ ասել է ժողովուրդ ջան։ Իա պատրաստած բլինչիկները ու կլնեմ ձեր հետ շատ անկեղծ, թե ինչ ձև է ստացվել։ Ես առաջի անգամ չի որ փորձում եմ, ճիշտն ասած, բայց հիմա նորից էլի կփորձեմ ու ձեր հետ կլնեմ շատ անկեղծ։ Հիմա օպերատորին կխնդրենք կտրվածքը նույն ձև։ Շատ համեղ է ստացվել։ Մի հատ եք փորձեմ։ Ժողովուրդ ջան, էլի նույն բանն եմ կրկնում։ Էս իմ ամենասիրած բանն է, որ այս հենց ընտանիքով չարչարում ենք, վերջում նստում ենք ու հավեսին վայելում ենք։ Դե գնացինք վայելելու։